հարց է հնչում, ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների և տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում և հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա։ Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ և հասկացել են և բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Մինչդեռ մենք, այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում, սկսած 1988 թվականից, չենք հասկացել, թե ինչ ենք անում և արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ և ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։ Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք կառավարությունը, կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը և Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր ու բարոյական ու հեռակա ու մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում։ Ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ և նպատակ է, և միջոց։ Նպատակ է, որովհետև մեր ինքնությունը հնարավոր է պահպանել և զարգացնել, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել պետության պայմաններում, միայն պետության պայմաններում, և միջոց է, որովհետև պետությունն է մեր ինքնությունը պահպանելու և զարգացնելու, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը ապահովելու միակ հուսալի միջոցը։ Պետությունը ինքը ինքնություն է, և պետությունն է ինքնությունը, սրանով արդեն պետությունը և նպատակ է, և միջոց։ Իսկ պետությունը պահպանել և զարգացնել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում, և մենք այսօր ունենք այդ խաղաղությունը։ Բայց նաև պիտի հաշվի առնենք, որ խաղաղությունը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։